Փաշինյանը իշխանության գալուց հետո բոլոր քաղաքացիներին անվանել է հպարտ քաղաքացի եւ այսօրը հպարտ քաղաքացիների օրն է։ Դուք ձեզ հպարտ քաղաքացի համարում եք։ Ես այո, համարում եմ հպարտ քաղաքացի։ Չհաշված փոքր մեջբերումները, որ մի քիչ լավ բաներ չեղավ, բայց հպարտ քաղաքացի համարում եմ։ Միշտ պետք է հպարտ լինես։ Ես նույնիսկ չգիտեմ ինչ է բան եղել, բայց ինչ ասեմ, ես էլ Հայաստանի քաղաքացի եմ։ Որ Հայաստանի քաղաքացի ինքը փառավոր ապրում է։ Դուք ձեզ հպարտ քաղաքացի համարում եք։ Իհարկե։ Ո՞չ չեմ հավարում։ Մի քիչ այդ հարցը շատ խորն է, էլի, ասենց երկու բառը ասել չի լինի։ Բայց նե չի որ ամեն ինչ լավ է, բայց դրական փոփոխություններ էլ ա եղել։ Ինչ որ տեղաշարժ է եղել նախկին լճացումից հետո։ Բայց իհարկե շատ բարդ է, շատ սխալներ կան, ու ճիշտն ասած ապագան էլ անորոշ է։ Այո, համարում եմ հպարտ քաղաքացի։ Քաղաքով շատ հպարտ ենք մեր երկրով, մեր զինվորներով, մեր հայերով ընդհանրապես։ Եվ մեզ համարում ենք հպարտ քաղաքացի, Հայաստանի հպարտ քաղաքացի։ Այո, դժվար է ասել հիմա այդքան բան ինչ որ կատարվել է մեր ազգի հետ։ Մենք նոր պետք է ինձ թվում է ոտի կայնենք, որ այդ ժամանակ մեր ժամանակա պետք որ հպարտանանք։ Ոչ քաղաքացի, ոչ հպարտ։ Քաղաքական փորձը ինչ է ասում է, առհասարակ միջազգային ստանդարտներով քաղաքացին նաև ով լինելով երկրի ծնված լինելով երկրում ստանում է քաղաքացիություն, ունենում է իրավունքներ եւ պարտականություններ, փաստորեն ասենք այդ 070 անձնագիր կրելով ես խնդիրների առաջ եմ կանգնում, կրկնակի ստանդարտների առաջ եմ կանգնում եւ մեր հանդեպ դիսկրիմինացիայի քաղաքականություն ավարում։ Իմ ազնագրով մարդը զրկված է թեկուզ Հայաստանի Հանրապետության ազնագիրա, բազում իրավունքներից, բազում հնարավորություններից եւ դա պետականորեն է դիսկրիմինացիայի քաղաքականությունն ավարում։ Իսկ ասենք մեր երկրի քաղաքացիները թեկուզ պաշտոնյա լինելով, պատգամավոր կամ վարչապետ լինելով իրանց հպարտ զգում են, ոչ իհարկե դու ստորացված ես, ստիպված ես քո թշնամուն հաճոյանաս, դու ստիպված ես հրապարակավ ստել եւ այդ հպարտությունը ոչ թե արժանապատվության զգացում է, այլ Սուրբ գրքում ասած այն հպարտությունը, որ վերագրում էր սատանայի մարդկության թշնամիներին, այդ հպարտությունը մարդկության համար կործանարար է եւ բնական է հայ ազգի համար կործանարար է։ Էլ ինչ հպարտ քաղաքացի, որ օրորի վրա իրան նոր պարտականություններ են դնում, ասենք նոր թանկացումները, անորոշ ապագա իրավունքների ոտնահարում, որ դու ստիպված ես բանը ամեն վարքյան նայել Էրդողանի ու Ալիևի բերանին, փորձես հաճոյանալ, փորձես նենց անես, որ չզայրացնես, նույնիսկ ասենք օտար երկրներում ցեղասպանության մերժումը քրեականացվում է, իսկ ստեղ փորձ է կատարվում հակառակը անի։ Ոչ։ Ինչու։ Չեն։ Դե գիտեք ինչ է։ Ամեն ինչը շատ թույլ է, ամեն ինչը պետք է ղեկավարը անդադ զիջում է, ինչ որ զիջում է։ Չենք ուզում, ես օրինակ որպես Երևան քաղաքացի չեմ ուզում որ անընդհատ մենք զիջենք Թուրքին, Ալիևին կամ Էրդողանին։ Ինչ որ միտեղ էլ պետք է ատամ ցույց տանք, որ լավ լինի։ Այո, ես թոշակառու եմ, 85 տարեկան եմ, շատ очень довольна жизнью здесь и все։ Ոչ, ես ինձ ամենևին հպարտ չեմ համարում։ Ինչու։ Ինչու, որովհետև հպարտ լինելու նախադրյալներ այս երկրում չկան։ Ոչ, ոնց կլինեմ հպարտ լինես, որ ամեն անգամ հերթաստեսությամբ փոխում ես ալիքը։ Էլ չես ուզում լսես։
Ինչու։ Ինչուները շատ են։ Չի կարելի հրապարակել էլի։ Այնպես որ ես հարգում եմ նախագահին, նախագահան թող իր դիրքում լինի։ Մտածել խոսե գործ անելուց առաջ լավ մտածի։ Չէ որ մեր պետությունը մենք Հնդկաստանի չափ տերիտորիա ենք ունեցել, հիմի ինչ է եղել։ 100 անգամ փոքրացել է։ Իրար կերել են, իրար խանգարել են, դուր դմփոց հիվանդանոց։ Թշնամիների հեշտությամբ գրավել է, նույնն էլ հիմի է։ Ոչ, Ինչու։ որտեղ մենք ունենք մի հատ անհասկանալի ինչ-որ ղեկավար, վարչապետ են էլ։ Իհարկե ճիշտ է անում ինքը, որտեղ է ժողովրդին հասնում է, այն վաղ որ կարգին մարդիկ ասում են ում հետևից է գնում, ժողովուրդը կռիվ էին անում քո հետ։ Գնացել են Նիկոլ են ընտրում, այսօր էլ բողոքում են, որ Նիկոլը սենց, Նիկոլը նենց։ Ես չեմ հասկանում է ժողովրդի մտածելակերպը, էլի։ Շատ սխալ են մտածել է ժողովուրդը, երբ որ Նիկոլի նման ոչնչությունին իրանք ընտրել են։ Ես որևէ մեկի խոսքը չեմ ուզում մեկնաբանել, ուղղակի ես կարող եմ ասել, որ քաղաքացի լինելը մեծ պատասխանատվություն է պահել պետությունը, պահել երկիրը, պատասխանատու լինել սեփական քայլերի համար, այն քայլերի համար, որոնք կնպաստեն երկրի զարգացմանը։ Ինչու։ Որովհետև ես այստեղ այսօր զգում եմ ինձ երկրորդ սորտի մարդ։